Հրապարակը գրում է. Չնայած արդարադատության նախարար Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Սրփուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև հունիսի 7-ի ընտրությունները, սակայն ՔՊԻ թերթի աղբյուրները քիչ հավանական են համարում, որ ընտրություններից առաջ հանրության առաջ փռեն իրենց կեղտոտ սպիտակեղենը։ Թերթին ասել են. Փաշինյանն իր հագով է սահմանադրությունը ձևելու։ Երեկ նա որոշ բան գաղտնազերծեց։ Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ մեզ պետք է վիրահատական ճանապարհով լուծել արդարադատության հարցը։ ՀՀ-ում նրա խոսքով պետք է լինի այնպիսի համակարգ, որը բխի ժողովրդից, իսկ դրա համար անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Այս հայտարարությունը մատնում է, որ նոր սահմանադրության մեջ այնպիսի դրույթներ են ներդնելու, որ արդարադատության համակարգն ուղիղ կառավարվի մեկ անձի կողմից, եւ եթե վերընտրվի, այդ մեկ անձն ինքն է լինելու։ Բացի այդ տեղեկություններ կան, որ եթե ՔՊԻ-ն հունիսի 7-ին չհաջողվի սահմանադրական մեծամասնություն վերցնել, բայց մի կերպ մնալ իշխանության, ապա սահմանադրական կարգավորումներն էլ կհամապատասխանեցնեն իրենց ստացած քվեների քանակին, որպեսզի կարողանան սահմանադրական օրենքներ ընդունել։ Վերջին օրերին հրապարակը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում իրենց զգուշացնում են, թե առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով։ Ծախսերի 20%-ը ֆինանսավորելու են բուժառուները, 80%-ը պետությունը։ Առողջապահության համակարգում կասկածներ կան, որ սա նախընտրական քարոզչության մաս է կազմում եւ հունիսի 7-ից հետո դադարելու է գործել, քանի որ այն պահուստային ֆոնդի հաշվին է գործում, որը սպարվի։ Առողջապահության նախարարությունից հերքեցին համաֆինանսավորման եւ ծրագրի դադարեցման մասին լուրերը։ Ժողովրդի տեղեկությունների համաձայն ազգային ժողովի ՔՊ խմբակցության նախկին падգամավոր Արման Բոշյանի կինը հայտնվել է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։ Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ով Արման Բոշյանի կինն է, ցուցակի 102-րդ համարն է։ Այն Բոշյանի, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլևս հրաժարվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակում ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Հիմա նրա կինը փոխնախարար է ու ցանկանում է падգամավոր դառնալ։ Հրապարակը գրում է. Ալեն Սիմոնյանը 3 ոստիկանության օրվա առթիվ ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով է պարգևատրել 2 ոստիկանի ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Նրանցից մեկն իրականում բռնարար է։ Խոսքը ոստիկանության փոխգնդապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սենիկ Երանոսյանի մասին է։ Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը, որը 2023 թվականի փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնության էր ենթարկել փաստաբաններ Մարսպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին։ Նրանք հայհոյել եւ ծեծի էին ենթարկել փաստաբաններին։ Իրավունքը գրում է. Այս օրերին ՔՊԻ ցուցակից դուրս մնացած падգամավոր Հայկ Սարգսյանին են դիմում ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած տարբեր ուժեր, առաջարկելով իրենց ցուցակով առաջադրվել առաջիկա ընտրություններին։ Սակայն վերջինս բոլորին կտրուկ մերժում է։ Ավելին հայտարարում է, որ նա թեև հարազատ կուսակցությունում այլևս տեղ չունի, բայց դա բացարձակ չի ազդում իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վրա, եւ որ ինքը երբեք չի միանա այն ուժերին, որոնց դեմ պայքարել է նաեւ ինքը 2018 թվականին։ Հրապարակի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը նախատեսում է նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի նոր համերգը կազմակերպել Հանրապետության հրապարակում։ Վերջնական որոշում չկա, բայց քննարկվում է համերգով եզրափակել քարոզարշավը։ Թիմում ակտիվ քննարկումներ են նաև ներկայացվող երկացանկի վերաբերյալ։ Առաջարկներ կան նոր երգիչներ ներգրավվելու։ Թերթը հիշեցնում է, որ վարչապետը մի շարք հայտնի արտիստների հետ ապրիլի 19-ին ելույթ կունենա Գյումրու հրապարակում։ Այդ համերգին մասնակցելու է նաև Հայկ Ստվերը, Մխիթար Հայրապետյանի եղբայրը, որը 2018 թվականի իշխանափոխության ժամանակ կատարում էր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» երգը։ Նա թերթին ասել է, որ Նիկոլ Փաշինյանն է իրեն հրավիրել մասնակցելու համերգին։ Կատարելու են իր 2 երգերը, որոնց բառերի հեղինակը վարչապետն է։ Առայժմ դրանք ենք կատարելու, բայց առաջարկներ արել են, որ ավելացնենք երգացանկը։ Նրան թերթը հարցրել է նաև, որպես երգիչ ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի նվագելը, ինչպիսի երաժիշտ է նա։ Դե չէ, չեմ պատասխանի այդ հարցին։